Փառք Տիրոջը, Աստված օրհնի ձեզ, Արժանյանա, ամեն, հալելույա, Հիսուս, փառք ես Տեր, հալելույա, փառք Տիրոջը, Աստված օրհնի ձեզ, կարող եք իրար դեմքին նայեք մի հատ ժպտացեք ու խաղաղությամբ նստեք։ Փառք Տիրոջը, սիրելի եկեղեցի, շնորհակալ եմ Աստծուց, շնորհակալ եմ ձեր հովիվներից, որ պատիվ ունեմ լինելու եւս մեկ անգամ ձեզ հետ, խոսքով կիսվելու, ծառայելու։ Ես գիտեմ, որ մեզ միաբանության կապի հիմնական օղակը դա Աստված է։ Սրանից մի քանի շաբաթ առաջ Կիրակնորյա ծառայություն ավարտել եկել եմ տուն, պարկած մտորումներ եմ, ծրագրեր եմ արդեն կազմում, որ շուտով պիտի գամ Ռուսաստան։ Մեկ էլ մտորումների մեջ հովիվն է զանգում, իմ շատ սիրելի ընկերը Կարենը, ասում է, այսօր ամբողջ օրը մտովս դու ես անցնում, այս ինչ խաբար է, ասի Աստված էլի խաբար տվեց, որ գալիս եմ։ Ասեց ինչ նպատակներով, ասի որոշակի ժամանակով լինելու եմ Ռոստով քաղաքում, ասեց դե ուրեմն մեր մոտով անցի։ Սիրելիս, գիտես, ինքը չգիտեր, որ ես գալու եմ, բայց Տերը գիտի։ Նույնիսկ եթե մի հոգու համար եմ այսօր այստեղ, ես բավարարված մարդ կլինեմ։ Խնդիրը բոլորից սիրտը շահելը չի։ Տերը գիտի իր 99 նկարների պատմությունը այն մեկի համար։ Ու ես սիրում եմ ընդհանրապես, որ գնամ հենց այդ մեկի հետևից։ Ես չգիտեմ ով է այդ մեկը։ Հիմա կարաս ասես ես, ուրեմն դու ես, փառք Աստծո։ Փառք Աստծո, որ Տերը գիտի եւ ինքը գծագրում է մեր ծրագրերը, մեր քայլերը, մեր տեղափոխությունները, փառք Աստծուն։ Շնորհակալ ենք Հովիվ ջան վստահության համար, փառք Աստծուն, որ իրականում ենք Տիրոջ խոսքն ենք վստահում մեկս մյուսից, մենք գիտենք իրար, ճանաչում ենք, գիտենք, որ չափերը մենք չենք անցնում ընդհանրապես, դրա համար էլ ազատ ենք, ամեն, Աստծո խոսքով կիսվելու։ Նրանք ովքեր գիտեն, ովքեր չգիտեն, ես ծառայում եմ Ալավերդի քաղաքում, արդեն 13-րդ տարին լրանում է, որ հովվության մեջ եմ։ Փառք Աստծուն, որ 33 տարի է Տիրոջ մեջ եմ, մի վայրկյան անգամ մտքովս չի անցել, որ փոշմանեմ կամ փոշմանել եմ, չէ, ընդհակառակը իմ բոնուսները արխիվում օրեցօր Աստված պատրաստում էր։ Առաջի բոնուսը իմ հրաշալի կինն էր, որ ամուսնացա 93 տվին, այն մութ ու լուս, այն սով, այն դժվար ժամանակների մեջ։ Բայց անկեղծ ասած, ինձ համար դրանք ավելի հիշողության օրեր էին, քան այսօր մարդիկ հիշում են 90-ական թվականները անլույս, անհաց եւ այլը, հիշում եք։ Իմ հասակակիցները, բարձր հասակակիցները լավ գիտեն։ Երիտասարդությունը այսօր չի հիշում։ Ամեն։ Փառք Աստծո, սիրելիս։ Անցնենք խոսքի։ Այսօր իմ սրտում կա քեզ հետ կիսվելու Տիրոջ խոսքով եւ այսօրվա ծառայությունը ես վերնագրել եմ այսպես. Վերանայիր անձդ։ Տեսեք, ամեն անգամ մենք վերանայելու բան ունենք, չէ՞։ Թե եկել ենք մի օր եկեղեցի ու ոնց պատահի այդպես էլ ապրում ենք։
Գիտենք, չէ՞ որ կա սահմաններ, որ այդ սահմաններից եթե դու դուրս ես գալի, դու ինչ որ մի հատ հանդիմանության ապտակի հանդիպում ես, չէ՞։ Ես այսօր ուզում եմ իրար հետ կիսվենք, չմտածես ես եկել եմ ալավերդուց ինչ որ բան եմ սովորացնելու, չէ՞, մենք այսօր սրտից սիրտ կիսվելու ենք։ Ամեն։ Այս խոսքերը, որ գրված ավետարանի մեջ, դուք 1000 անգամ կարդացել եք։ Պարզապես այսօր իրար հետ անցնելու ենք ու փոքր հայտնություններ ենք ստանալու իրար հետ։ Ամեն։ Եվ ուզում եմ առաջի տեղը, որ իրար հետ բացենք Ղուկաս 21, 34-ից 37 համարները։ Զգուշ եղեք ձեր անձերի համար։ Առաջի բանը, որ Հիսուսը զգուշացնում է, իմ ու քո անձը կրկնակի պիտի ուշադիր եւ զգոն լինենք։ Գուցե ձեր սրտերը ծանրանան շատակերությամբ, հարբեցողությամբ եւ այս կյանքի հոգսերով։ Տեսեք, Հիսուսը խոսում է մի կարևոր բանի մասին, որը որ նշանակում է հոգս։ Այսօրվա ամբողջ մարդկությունը մտածում է իրաստամոքսի մասին, բայց հավատացյալները, սիրելիներս, մտածում են իրանց հոգու փրկության համար։ Գիտես, մի հատ թագավոր կար Իսրայելի մեջ, անունը լավ գիտեք, Սավուղ։ Երբ որ նա իր կարգավիճակը փոխեց, ունկավ մի սովորական ծառայողի հետևից ու սկսեց իրան չվերանայել, նա կորցրեց իր իշխանությունը։ Նա կորցրեց իր իշխանությունը։ Ես հիշում եմ նույնիսկ նրա վախճանը։ Չեմ կարող 100%-անոց ասեմ, որովհետև ես Աստված չեմ։ Բայց պատմությունը ցույց է տալիս, որ նրա վախճանը շատ սարսափելի էր, որովհետև նրանց օրինակը մեզ համար պիտի լինի օրինակ, որպեսզի մենք ամեն անգամ վերանայենք մեր անձերը Աստվածաշնչյան հերոսների կյանքի մեջ, ինչ բացթողումներ արեցին, այսօր մենք դա չանենք։ Հիշում եք Սամսոնին, այլախառն անկողիններով եւ կորցրեց իր Աստծուց տրված իշխանությունը, ինքը դատավոր էր։ Իր դատավորության ժամանակ ոչ մի պրավալ չէր տվել, սենց ասեմ, մաքուր հայերենով եմ ասում։ Ոչ մի խոչընդոտի չէր հանդիպել, բայց երբ որ իր դատավորությունը թողեց ու անցավ այն գործի մեջ, որ Աստված իրան կանչել էր, ինքը սկսեց իրան բրախ տալ, սենց ասեմ, որ երբեք չէր հետաքրքրվում, երբեք չէր զգաստանում, անընդհատ ինքը թռչում էր այս անկողնից այն անկողին, այնտեղից այնտեղ։ Ես չեմ ասում, որ սիրելի եկեղեցի, ես ինչ որ մեկին ինչ որ բան եմ ասում, ես ասում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր որ այսպիսի կյանքով են ապրում, մոռացիր անցյալդ ու վերանայիր այսօր քո անձին։ Միգուցե գա մի օր դու ես Սամսոնի պես կորցնես տեսողությունդ։ Գիտեք ինչ եմ հայտնաբերել ես վերջերը, երբ որ Հիսուսին եկան Հովանեսի աշակերտներն ասեցին, դու նայեր, որ մենք սպասենք։ Հովանեսն էր ուղարկել իր աշակերտներին, ինքը գտնվում էր բանտարկված։ Գիտեք Հիսուսն ինչ ասեց։ Գնացեք Հովանեսին պատմեք, առաջի բանը գիտեք ինչ ասեց։ Կույրերը տեսնում են։ Այս ամենաշատ կարևոր հիմքն է, որ մենք պիտի տեսնենք, սիրելիներս։ Ու չգա մի օր, որ մենք կանգնենք այնպիսի դատաստանի առաջ, այնպիսի հարցի առաջ, որ այլևս հնարավորություն չլինի, բայց այսօր ես ու դու ունենք այդ հնարավորությունը։ Ես այստեղ եմ, որպեսզի քեզ ողջևորեմ։ Ես այստեղ ուզում եմ քեզ ասեմ, որ անցյալում կամ հիմա ներկա այս պահին միգուցե դահլիճում չկա այդ մարդը, համացանցով անդիտում այսօրվա ծառայությունը, սա քեզ է վերաբերվում, վերանայիր կյանքդ, թող ամեն բան, արի Տիրոջ հետևից, եւ քո կյանքը, եւ քո ընտանիքը նորից կմիանա իրար,
Եվ դու կլինես երջանիկ, որովհետև այս կյանքի երաշխիքը միայն Տիրոջ ձեռքերի մեջ է, սիրելի եկեղեցի։ Ուրիշ տեղ չկա այդ ուրախությունը։ Մի ժամանակ եկավ, ես մի փոքր ժամանակով ասիլա գնամ տենամ ինչ կա աշխարհում, հազիվ հասցրեցի ընտանիքս փրկեմ, որովհետև սատանան քնած չի։ Ես իմ ապրած կյանքից եմ քեզ նախազգուշացնում, որովհետև ես դառնությունով եմ անցել այդ ճանապարհը։ Ես մի քիչ վատառող չեմ, բայց դի հաղթահարեմ։ Մեր լորեցիները կասեն, այ մարդես չախին էլ ես հիվանդանում։ Հիմա ուզում եմ ասեմ, լինում են։ Ես այդ դժվարությունը ողբով ու ցավով եմ անցկացրել։ Ամեն ժամանակ, երբ որ հիշում եմ ես այդ օրերը, գիտեք իմ հետ ինչ է կատարվում։ Իսկ դա ինձ օգնում է, որպեսզի ես վերանայեմ, ինչ կարգավիճակում եմ գտնվում ես հենց հիմա։ Ամեն անգամ մենք պիտի վերանայենք մեզ սիրելիս։ Եթե դու ամեն օր քեզ չես վերանայում, քեզ անտարբերություն ես ցուցաբերում, մի օր սատանան քեզանից կգողանա այն ինչ ունես։ Փրկությունը գիտեք ես ոնց եմ, մի հատ sense հետաքրքիր տեսիլքով Տիրոջից ստացել եմ։ Մի օր Տերն ասեց, փոքրիկ նավակա, հազիվ ես եմ տեղավորվում, այն ժամանակ այսքան sense չաղ չէի։ Ընդով նիհար էի, բայց էլի այդ փոքրիկ նավակը շատ էր փոքր։ Ու թիավարելու փոխարեն իմ ձեռը կար մի հատ շատ թանկարժեք քար, ադամանդյա։ Գտնվում էի օվկիանոսի կենտրոնում, ամբողջ կողմս օվկիանոսա, ջուրա։ Ու ես այդ ադամանդյա գեղեցիկ, թանկարժեք իրը գցում էի օդ բռնում։ Ու ես այդտեղից հասկացա, որ իմ փրկությունը մազից է կախված, մի անզգույշ քայլ, եւ ես կհայտնվեմ այնտեղ, որ այլևս այդ գանձը չեմ կարող նորից վերականգնել։ Դա իմ կյանքն էր, դա իմ ընտանիքն էր, դա իմ ծառայությունն էր, հետագայում, որ Աստված ուներ ինձ համար նպատակ ու ծրագիր։ Սիրելիս, նույն բան այսօր մենք մի նույն նավակի մեջ ենք, բոլորիս կյանքը համարյա թե նույնն է։ Պարզապես թե մենք ոնց ենք մեր կյանքին վերաբերվում, այդ արդեն այսօր դու պիտի որոշես։ Վերջում մենք աղոթելու ենք, խնդրելու ենք, որ Աստված գա։ Եթե կա մարդ, որ դժվարության մեջ է, չի կարողանում ազատվի, վերջում մենք հովներով կաղոթենք եւ դու կգնաս լիովին ազատագրված, բժշկված, մաքրված ու մյուս կիրակի ոչ թե մենակ ես գալու, հետևիցդ էլ մի 3 վագոն ժողովուրդ ես բերելու։ Ամեն։ Այդ դուք ասիք ամեն։ Նենց որ մյուս կիրակի ծառայությունը այսքան մարդ չպետք է լինի։ Շարունակենք։ Եվ այս կյանքի հոգսերով ու այդ օրը հանկարծակի ձեզ վրա կհասնի, որովհետև այն որոգայթի պես կհասնի բոլորի վրա, ովքեր բնակվում են ամբողջ երկրի վրա։ Ուրեմն արթուն կացեք ու ամեն ժամանակ աղոթք արեք, որ արժանի լինեք փրկվելուն, այն ամենից, որ տեղի է ունենալու եւ կանգնելու է մարդու որդու առաջ։ Եվ Հիսուսը ցերեկները տաճարում ուսուցանում էր եւ գիշերը աղոթքի մեջ էր։ Գիտեք, ստեղ մի հատ հետաքրքիր բան ա գրած, որոգայթ։ Ու գրված էր, ամբողջ աշխարհում սատանան իր որոգայթները լարել է։ Հայերենով ոնց է կոչվում։ Ռուսերենում կապկան են ասում, հայերենով թակարդ, հա։ Այսինքն մի հատ անզգույշ քայլ եւ դու հայտնվում ես այդ թակարդում։ Չէ, բռնում արդեն ոտդ բռնել է, դու արդեն դրա մեջ ես։ Իսկ դրանից ազատվելու համար ինչա մեզ պետք զգոնություն
ուշադրություն ամեն քայլիդ։ Ասում ամեն մեկը ուշադիր եղեք ընկերի հետ, ինչ ենք խոսում, ինչ ենք արտահայտում, ինչ վերաբերմունք ունենք մենք մեկս մյուսից նկատմամբ։ Պողոս առաքյալը գաղատացիներին ասում է լավ եք վազում, ով կախարդեց ձեզ։ Այսինքն լավ ընթացք կար, բայց այդ ընթացքը փոխվեց անտարբերության, այն էլ կախարդությամբ է արձանագրում։ Տեսնում ես, որ ցավը որտեղ է տեղի ունենում։ Կորինթացիների մեջ Պողոս առաքյալը նույնպես ասում է, չար ընկերակցությունը, բարի վարքերը ապականում են։ Մարդը սկզբում հոգևոր էր, եկավ մի ընթացք, այդ մարդը նոր ընկերներ է ձեռք բերել, նոր շրջապատ է ստեղծել իր համար, իբր ինքը ուզում ավետարան քարոզի, բայց իրանք ավելի շատ սեղանն են քարոզում, համարցակ են գիշերը, ինչպես խոսքն ասում, գինովնանու եւ այսպես շարունակ, այս մարդու կյանքից գնալով լույսը ավելանալու փոխարեն լրիվ կորում է։ Եվ հայտնվում է մի այնպիսի խավարի մեջ, ու իրան ազատող չկա։ Գիտեք, ես երիտասարդ ժամանակ այնքան կրակ կարի մեջ վառվող եւ միշտ ասում էի հնարավոր չի որ սատանան իմ դեմ ինչ որ բան անի։ Եվ սա այս հպարտությունն էր, որ ինձ թույլ տվեց մի որոշ ժամանակ հետո ես հայտնվեմ այնտեղ, որ արդեն աղոթում եմ իմ անկողնու առաջ Տեր, ես արդեն անկարող եմ։ Խնդրում եմ, ինձ ազատես իրավիճակից։ Գիտես ինչն էր պատճառը, որ ես հետևողական չէի, հպարտություն, ընկերություն, սխալ ճանապարհի շեմին Տերը հետ կանչեց։ Փառք Տիրոջը, շնորհակալ եմ Քրիստոսին, դրա համար ծառայում եմ մինչև առեսօր առանց փոշմանելու, առանց մի վարքյան վարանելու, մտածելու, թե ես ծառայում եմ։ Շատ քրիստոնյաներ կան, որ գալիս են եկեղեցի ու մեկ էլ տեսնում ես չկան, ինչ է եղել, ուր ես։ Դե գիտես, ձեր մասին մի տեսակ համացանցում շատ վատ բաներ են գրում։ Ասել մեր հոյվ Արտուր Սիմոնյանին, բացի իմ անունազգանունից ոչ մի բան ճիշտ չէ։ Մենակ այդ անունազգանուններն են լավ գրում։ Սիրելի եկեղեցի, դու Աստծո հետևից ես գալի, թե գալիս ես, բա որ մի օր Աստված ամբողջ երկրագնդի առաջ ասի, ով ինձ ուրացավ, ես այդ Տիրոջ հրեշտակների առաջ եմ ուրանալու, այն ժամանակ ինչ ես անելու։ Ու այդ եկեղեցուն ասի, եկեք իմ հորս օրհնվածներ, այն ժամանակ ինչ ես ասելու։ Գլուխդ կախելու ես ու քեզ ոչ ոք չի ասելու։ Ստեղ գնա, անդեղ գնա, դու արդեն քո վճիրը կկայացնես, թե դու որտեղ ես արժանի, որովհետև դու լսեցիր մարդկանց հասարակության, ինչպես որ Սավուղը լսեց հասարակությունը, ժողովուրդը իրան ինչ է թելադրում։ Մարգարեն ասեց, այսինչ ձայներ եմ լսում։ Ասեց դե, սկսեց պատճառներ։ Գիտես, երբ որ մարդուն բռնացնում ես հանցանքի վայրում, ինքը սկսում է պատճառներ բերել։ 1000 պատճառներ ունի։ Խեղճ մարգարեի տեղն ինչքան կլեր դժվար չէ, որ մեկ ապտի Աստծո խոսքը կատարվեր։ Նա վերցրեց դանակը եւ քիչ այդ ավարը, որ բերել էր, ձայները գալիս են, մի հատ էլ թագավորն ընդեղից հպարտորեն ելույթ է ունենում։ Մարգարեի գործը չէր այն ինչ որ պիտի աներ Սավուղը, բայց մարգարեն վերցրեց ու ոչնչացրեց, կտրատեց, որովհետև Աստված այդպես էր ասել, որ չխնայես թագավորից միջև ծառա։ Սիրելիս, միգուցե շատերի համար այս պատմությունը Աստծուն, չգիտեմ ինչ տեսանկյունից դիտարկվի, բայց ստեղ խորհուրդ կա, մենք դի խորհուրդը հասկանանք, որ մենք զգուշ լինենք եւ ամեն մեր վարմունքի մեջ ուշադիր լինենք, մենք ինչ ենք անում։ Արդյոք վերանայում ենք մեր անձերը, մենք այսօր ինչի մեջ ենք գտնվում։ Երբ որ դու քեզ հարց ես տալիս,
Կա մարդ, որ ամեն օր գիշերը քնելուց առաջ ասում է Տեր ջան, միգուցե այսօր իմ վերջի օրն է։ Կա տենց մարդ։ Փառք Աստծու։ Երբ որ դու ամեն օր ապրում ես վերջի օրով, հաստատ լույսը քեզ համար կբացվի, որովհետև ամեն օր վերջի օրով ապրող մարդը երբեք չի քնում առանց անհոգ չի քնում։ Նա միշտ ասում է Տեր ջան, ներիր իմ բոլոր սխալներին, այն մարդկանց, նույնիսկ հեռախոսը վերցնում ասում է ես քեզ այսօր վատ վերաբերվեցի, կներես ինձ, բոլորիս մոտ էլ լինում են։ Սա ցավալի չի, ցավալին գիտեք երբ է, երբ որ անտարբերությունը ոտնակոխ անում քո կյանք ու դու հայտնվում ես նրա ոտքերի տակ, այլ ոչ թե նա է դառնում քո ոտքերի տակ, հայտնվում քո ոտքի տակ, այլ դու ես հայտնվում նրա ոտքերի տակ։ Այ քրիստոնյայի վախճանը հենց այդտեղ է սկսում, սիրելի եկեղեցի։ Դրա համար ես ուզում եմ մենք հասկանանք, որ Սատանան ամեն անգամ ունի այս աշխարհում դրած իր գայթակղությունները։ Մենք պիտի ուշադիր լինենք, չգնանք ու ընկնենք այդ փոսը, որտեղ որ ինքը շատ լավ այնպես է ձևավորված, որ դու չես նկատում։ Պարզապես ոտքը դնում ես ու հայտնվում ես ծուղակի մեջ։ Հետո մարդիկ ես կանչում, բողոքարկում, ինչ խղճալի մարդ եմ ես, ով պիտի ինձ ազատի։ Քեզ ազատողը միայն Տերն էր, երբ որ դու ժամանակին լսեիր Տիրոջ խոսքը։ Ամեն։ Գնանք առաջ։ Առակաց 3-րդ գլխի 6-8 համարներ ասում է. Քո բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան, եւ նա կուղղե քո ճանապարհները։ Երբ որ մենք Աստված ճանաչողությունը մեր կյանքի մեջ դառնում առաջինը, եւ մենք ամեն բան ինչ անում ենք, Տիրոջ հետ հարցում ենք անում, կա մարդ, որ ինչ անում է Տիրոջ հետ նստում է մի սեղանի շուրջ ու սկսում քննարկել։ Դու այդ երջանիկ մարդկանցից ես։ Ու առակացը խոսում է հենց դրա մասին, ասում է բոլոր ճանապարհներին ճանաչիր նրան եւ նա կուղղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջ իմաստուն մի եղիր։ Վախեցիր Տիրոջից եւ հեռացրու չարը, սա քո մարմնին առողջություն եւ քո ոսկորներին պարարտություն պիտի լինի։ Չի ասում լինի, պիտի լինի, համոզում է, հաստատում է։ Կա մարդ, որ հոդացավեր ունի, կա որ ոսկրացավեր ունի։ Քեզ տեղը ցույց եմ տալի։ Գնում ես Առակաց 3-րդ գլխի 6-8 համարները քեզ համար է։ Նրանք ովքեր որ ուզում են նման ցավերից ազատվեն։ Ամեն։ Ձեռի հետ բժշկությունն էլ են կազմակերպում։ Եվ մյուս տեղը Հռոմեացիս 13-ից 14 ասում է. Ինչպես ցերեկը պարկեշտությամբ շրջեք, ոչ թե անառակություններով ու հարբեցողությամբ, անկողնային խառնակցությամբ ու պղծություններով, ոչ հակառակությամբ, ոչ էլ նախանձով, զգեստավորվեք Տեր Հիսուս Քրիստոսով, մարմնի մասին մի հոգացեք ցանկությունը բավարարելու համար։ Գիտես, շատ մարդիկ եմ ճանաչում, որոնց հետ առնչվում ենք։ Իհարկե մենք իրանց հետ ոչ մի կապ չունենք, պարզապես իրանց առօրյան եմ ուզում պատմել։ Գիտեք ոնց են իրանք ասում։ Ասում է, այսօր մի տեսակ անտրամադիր օր է, չգնանք խմելու։ Տեսեք, իրանց օրը ուզում են լցնել հարբեցողությամբ։ Հարբեցողությունը լավ բանի չի տանում մարդուն։ Գիտեք, բոլոր մարդկանց կյանքում, ովքեր շեղվել են իրան ճանապարհից, բոլորը նույն բանն են ասում։ Այդ առաջի 50 գրամից փոխվեց իմ կյանքը։ Նույն Աստված ասում է, հեռու մնացեք։
հեռու մնացեք, որովհետև դա լավ բանի չի տանելու, չի էլ տարել, որովհետև ընդամենը դու կհայտնվես այդ ծուղակի մեջ ու միգուցե քեզ համար կյանք ավարտի հենց այդտեղ։ Գիտեք ինչքան մարդիկ կա ու շատ են այս խոսքն ասում, շատ քարոզիչներ, որ իրանց համար այսօրը լույսը չբացվեց, բայց փառք Տիրոջը, որ քեզ համար, ինձ համար օրը բացվել է, սիրելի եկեղեցի։ Մենք շնորհակալ պիտի լինենք Տիրոջից, որ ամեն օր այդ լույսը ինձ եւ քեզ համար բացվում է։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլխի 6-ից 11-ը Ուստի ուրիշների պես չքնենք։ Երբ որ դու ծառայություն ունես, այդ ծառայությանը դու պիտի լինես արթուն, պատասխանատու լինես։ Մի հատ պատմություն կա։ Մայրը գալիս ասում է տղա ջան վեր կաց, ասում է մամ թող մի քիչ քնեմ էլի, ասում է դու մի քանի պատճառ ունես որ պիտի արթնանաս, ասում է այդ որոնք են, ասում է որ այսօր կիրակ է, ասում է բա հաջորդը, որ այսօր ծառայություն, ասում է բա հաջորդը, որ այդ եկեղեցու հովիվը դու ես։ Կարող է դու հովիվ չես, բայց այսօր կիրակի է սիրելիս, դու պիտի լինես Տիրոջ տանը, Աստված քեզ տեղ սպասում է։ Ոչ թե այլախառն անկողիններում, գիշերվա հարբեցող այն նկուղներում, ունեցել իրանց հարմար տեղ են ընտրել, միշտ նկատել եմ, այդ հարբեցողները միշտ նկուղային հարկերում են հավաքվում։ Հիմա դա մի քիչ ակտուալ է դառել, արդեն մի քիչ արտաքին աշխարհ են եկել, որպեսզի վարակեն մեզ խելոքներից։ Բայց եթե այսօր քո սրտում վառվում է Քրիստոսի կրակը, դու պիտի հրաժարվես դրանից սիրելիս։ Ես չգիտեմ ում եմ ասում, ումա վերաբերվում ես խոսքը, բայց հաստատ ինչ որ մեկին սա վերաբերվում է, փոխիր կյանքդ կտեսնես Աստված քո կյանքի մեջ ինչ արդյունավետ բաներ անելու, դեռ հետագան, արդեն ամեն ինչ պարզ կլինի, երբ որ մի որոշ ժամանակ շարունակես լինել եկեղեցում, ամեն, շարունակենք, որովհետև ովքեր քնում են, գիշերն են քնում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում, դե բնական է, ցերեկով շատ քիչ մարդ է ստենում հարբած, ցերեկով հարբածներ, այդ գիշերվա հարբածներն են էլ, որ առավոտը չեն կարում դզվեն, արդեն 2-3 մետրից հոտը խփում է, ու արդեն ուզում ես չգիտեմ, իմ հետ հատկապես այնքան վատ եմ տանում հարբեցողների, բայց գնանք առաջ, իսկ մենք ցերեկվանը լինելով արթուն լինենք, հավատի և սիրո զրահը և փրկության հույսի սաղավարտը հագած, որովհետև Աստված մեզ բարկության համար չի նախասահմանել, այլ փրկություն ստանալու համար, մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, որ մեզ համար մեռավ, որպեսզի արթուն լինենք, թե քնած նրա հետ, թե ապրենք, դրա համար միմյանց քաջալերեցեք և ամրապնդեք, ինչպես որ արդեն անում եք։ Այսօր սիրելիս ես ու դու պիտի մեկս մյուսից քաջալերենք։ Եթե քո ընկերը դժվարության մեջ է, ձեռդ մի թափ տուր անցիր, ասա ինչ լավ է, ես չեմ։ Միգուցե հաջորդը դու ես։ Միգուցե անտարբերությունը բերում է անճանաչողության։ Դու սկսում ես կամաց արդեն ինքնությունդ մոռանալ, որովհետև մոռացար, Հիսուսն ինչ ասեց, դուք լավ եք ասում, որ Աստծուն սիրում եք, բայց սուտ եք խոսում, եթե դուք Աստծուն սիրեիք, ինձ կճանաչեիք, գիտեք ինչքան վատ է, երբ որ մարդը հպարտ է, մարդը իր մասին այնքան մեծ կարծիք ունի, որ չի ուզում ոչ մեկին նայի։ Մեր գուսանները մի լավ երգ ունեն։
Չկա քեզ նման, դու ես աննման, Սայատնովանա չէ կարծեմ։ Չկա քեզ նման, հիացած, ամեն օր հայլու առաջ, աչից անայում, ծախից անայում, փոխարենը ծունկի գաղոտ, քանի որ Աստված այդ գեղեցիկ արտաքինը պաշտպանի հոգևորի մեջ, սկսում են գիտեք ինչ անել, հիանալ, հպարտանալ իրանց գեղեցկությամբ և հայտնվում են շնության մեջ, տղա թե աղջիկ, կապ չունի, նա ով իր անձի շուրջն է, կենտրոնանում հայտնվում է այդպիսի ծուղակների վրա, նա հայտնվում է ծուղակի մեջ, սիրելի եկեղեցի, ես քեզ կոչ եմ անում, նայիր, վերանայիր քո անձի հետ կապված ամեն մի ընթացքը, գիտես ես ես մի բան եմ որոշել, Տեր, ես այսքան ժամանակա ծառայում եմ քեզ, ինչ առավելություն ունեմ, ինչ անառավելություն, եթե իմ անառավելությունը հաղթահարում է առավելությանը, ուրեմն ես անելու բան ունեմ, բայց եթե հակառակ պրոցեսն է, ուրեմն ես ճիշտ տեղում եմ, ուրեմն դու հետևողական ես, ուրեմն դու քո անձի շուրջը, քո փրկության համար, դու լուրջ մտածում ես, այլ ոչ թե հիվանդությունը գալիս է, այն ժամանակ ես հասկանում, որ պիտի այն ժամանակ դե անեի էլի, քանի անգամ բեմից ասեցին, հովիվը մատնացույցով խոսեց, բայց ուշադրություն չդարձրեցի, հայտնվում են հիվանդանոցում, ու այն էլ այնպիսի, ախտորոշում են տալի ու ասում են, բա հիմա ով ազատելու ինձ ես իրավիճակից, ինչի հասնենք այդ օրը, ինչի հասնենք այդ ընթացքին, որ մի հատ էլ դժվարություն ու ծանրություն, գիտեք այսօրվա գործը թողելը, վաղը կրկնակի է դառնում, Գինս միշտ ասում է, վրույր ջան, այսօր այս գործը անելու, ասում եմ վաղը կանեմ, ասում է, լավ, հաջորդ օրը մի հատ ուրիշ խնդիր առաջանում, ասում եմ, լավ մյուս շո, անցնում է մի որոշ ժամանակ, ես տեսնում եմ ծանրության տակ ճռնչում եմ, այ ասում է այն ժամանակ որ անեիր, հիմա դու այստեղ չէիր ճռնչա, դե գնա, ապաշխարի, փառք Աստծո են կանանց համար, ովքեր որ իրանց կողքը կանգնած են, Ամեն, բոլոր տղամարդիկ ասեն, ամեն, պարկ տիրոջ եկեք, պարկ տանք տիրոջը, լավ կանանց համար, ովքեր որ իրանց կողքին սյուն են և ոչ թե ոտի տակ ցելու, սիրելիս դու մի բան ստանում ես, հալելույա, գնանք առաջ, լավ, առաջի Պետրոս 4, 8-ից 10 համարն է, ամեն ինչից առաջ միմյանց նկատմամբ ջերմ սեր ունեցեք, որովհետև սերը ծածկում է մեղքի շատությունը, միմյանց նկատմամբ հյուրասեր եղեք, առանց տրտնջալու, յուրաքանչյուր ոք, ինչ շնորհք ընդունել է, այն իրար մատակարարեք, որպես Աստծո զանազան շնորհների բարի տնտես, մենք ամեն մեկս ունենք, ով է կարում լավ թխվածքներ թխի, ես գիտեմ տղաների 99%-ը լավ խորոված են անում, սիրելիս, եթե տրտմությունը պատել է քեզ, ու չգիտես ոնց կյանքդ լցնել, գիտես քեզ խորհուրդ եմ տալի, եթե դու լավ թխվածք ես սարքում, լավ խորոված ես կարողանում անել, սեղան պատրաստիր, կանչիր քո սիրած մարդկանց, կանչիր քո լավ ընկերներին, հատկապես հովիվների եմ ասում, ծառայողների, որ չեն խմում, ու մի լավ ուրախացեք, վայելեք այդ օրը, այդ հնարավորությունը, ու կտեսնես կյանքդ ինչպես է փոխվում, այն մամրոտ դեմքից փոխարինվում է ուրախության դեմքի, մեր եկեղեցու ժողովրդին ես կարելի ասած, այդ ինչ եմ դնում գլխները, երբ որ տեսնում եմ մեկ ունքերը կիտած, նստած, ասում եմ չգիտեմ, որ ես եկել եմ Աստծուն պաշտելու, մի տեսակի մոտ նենց զգացողություն է, որ ես ոնց որ քարսունքի թաղման վայրում լինեմ, մեկ էլ տեսնում եմ ժպիտները վերակայնվեցին, փառք Աստծո, որ
ժպիտները տեղում է, միշտ ժպտացեք, մի թողեք, որ մշուշը, մռայլությունը, խավարը մտնի ձեր սրտի մեջ։ Ես տարբերակներ եմ ասում, դրանք վերցրեք եւ ուսումնասիրեցեք, սիրելի եկեղեցի, դա ինձ օգուտ է տվել, քեզ էլ կտա այդ նույն օգուտը։ Ես հիմա որ բեմում ամբիոնի առջև կայնած վայելում եմ, պատճառը գիտեք որն է, որ Քրիստոսը իմ առաջնորդն է, որ Քրիստոսը իմ Աստվածն է, որ Սատանան պարտված է, եւ նա իշխանություն չունի ոչ իմ վրա, ոչ իմ ընկերների վրա։ Այո, ես որտեղ գնամ, այնտեղ Տիրոջ թագավորությունը պիտի լինի։ Գիտեք ինչքան օծյալների մասին, գեներալների մասին, որ լսում եմ, ինչքան եմ լսվում նախանձով, ասում եմ, իրանք ոչ մի բան չեն անում, ուղղակի անցնում են, ասում եմ, ամբողջ երիտասարդությունը կայնեցնում են, ասում են, ընկեր դու ով ես։ Միջև այդ մենք ուրիշ ձևի ենք մտածում, բայց դու անցար, մեր կյանքի մեջ բան փոխվեց, որովհետև Քրիստոսը որտեղով անցնում էր, հրաշքները կատարվում էր, հրաշքը կատարվում էր, թույլ տուր Հիսուսը գա քո կյանքի մեջ, վայելիր, բացի քո սրտի պատոհաններն, ասա Տեր, ես հանձնվում եմ այսօր քո առջև։ Գիտես, ես հիմա ամբիոնի վրա եմ, ստեղից ընկնելն ենքամ հավանականությունը մեծ է, բայց որ իշնեմ հովի ոտքերի տակ պարկեմ մի հատել, հավանականության արժեքը դառնում է 0 ընկնելու։ Այս Աստված միշտ սիրում է, միշտ լինել Քրիստոսի ոտքերի տակ։ Մեր շատ սիրելի հովի գորը լավ խոսք ունի։ Ամենամեծ հաղթանակը Քրիստոսի ոտքերի առջև պարտված լինելն է։ Հալելույա։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5 երկրորդ համարում ասում է, մինչև երրորդ ասում է, որովհետև դուք ինքներդ հաստատ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է, ինչպես գողը գիշերով։ Երբ ասեն, թե խաղաղություն, ապահովություն է, այն ժամանակ նրանց վրա կործանումը հանկարծակի կհասնի, ինչպես երկունքը հղի կնոջ վրա, ու նրանք չեն ազատվելու, անսպասելի է հայտնվելու մեր կյանքում, այն ինչից, որ շատ քրիստոնյաներ սարսափում են, գիտեք, փոխարենը ուրախանալու համար, գիտես ինչի համար, որովհետև իմ ու քո գործն է խոսելու, դու Հիսուսին սպասում ես, թե վախենում ես Հիսուսի այսօրվա գալուստի համար։ Պետրոս առաքյալն ասում է, ոչ թե Աստված ուղղակի չի գալիս նրա պատճառով, որ ուզում է քեզ դատապարտի, ասում է, ուղղակի նա երկարաձգում է այդ օրերը, որպեսզի շատ փրկվածների հասցնի երկինք։ Մենք ինչով ենք զբաղված, սիրելի եկեղեցի։ Տիրոջ գործով, թե քնածենք տարբեր անկողնում, ուշադրություն չենք դարձնում, թե մեր կողքիներում ինչա կատարվում և այդպես շարունակ ու հայտնվում ենք իմ օրինակի պես, եթե այսօր չարեցիր, վաղը կրկնակի ծանրության տակ ես լինելու։ Ամեն։ Ես շուտով մոտենում եմ ավարտին, սիրելի Հայտնության 3:3 Արդիշիր, թե ինչպես խոսքը ընդունեցիր ու լսեցիր և պահիր այն ու ապաշխարի, իսկ եթե արթուն չլինես, ես ինչպես գող կգամ և չես էլ իմանա, թե որ ժամին կգամ քեզ մոտ, իմ մոտ։ Հայտնության 16:15 Ահա գալիս եմ, ինչպես գողը, երանի նրան, ով արթուն է, և պահում է իր զգեստները, որ
ման չգա ու նրա ամոթանքը չտեսնե։ Նախազգուշացնում է, ահա գալիս եմ ինչպես գող, այսինքն Հիսուսը հայտնվելու այն ժամանակ, երբ որ ես ու դու ընդհանրապես չենք սպասում։ Ես չգիտեմ 20 րոպեից կգա, վաղը կգա, թե 5 տարի հետո, բայց մի օր դա տեղի է ունենալու, չէ։ Եթե այսօր չվերականգնես, այսօր ուշադրություն չդարձնես քո փրկությանդ, ուշադիր չլինես քեզ, վաղը ավելի է, որովհետև այսօր կյանքը այնքան է բարդացել սիրելիներս, հատկապես արդարների համար։ Բայց Քրիստոսինները երբեք վախելու բան չունեն։ Գիտեք ինչի համար, որովհետև երբ որ քեզ թվում է դու խնդրի մեջ ես ու դու գնում ես այդ ճանապարհը, Հիսուսն ասում է, կարաս մի հատ հայացքդ հետ ուղղես, հետ ես ուղղում, տեսնում ես չկա ինչ որ հետք քո ճանապարհից, քո ոտնահետքերը չկա, ասում է, գիտես, ես քեզ գրկած եմ տանում, որովհետև դու քեզ գցեցիր իմ գիրկը, դու ապահովության մեջ ես, սիրելիս քեզ գցի Քրիստոսի գիրկը, որպեսզի նա քո փոխարեն տանի, ինչպես որ 2000 տարի առաջ տարավ, կրեց իմ ու քո ցավը, տառապանքը, որ մենք արժանի ենք մահվան, բայց նա փոխարենը դարձավ իմ ու քո տեղը։ Եվ այսօր մնում է ինձ վերցնելու նրա պսակը ու սպասելու ասելու, եկուր Տեր, ես պատրաստ եմ։ Պողոսը այսպիսի խոսք, որ ասում էր, ես ասում եմ, ինչպիսի համարձակություն։ Մի մարդ, որ այդպիսի համարձակություն, հայտարարություն անում, պատերազմս պատերազմեցի, բարի պատերազմս, ընթացքս կատարեցի, մենք ընթացք ենք կատարում, սիրելի եղեղեցի։ Եվ մնում է պսակս վերցնեմ։ Ես սպասում եմ այդ օրվանը, չգիտեմ ինչ արժանիքներով, չգիտեմ ինչ գնահատականներ ունի Աստված ինձ համար, բայց գիտեմ, որ ես այնտեղ գրանցված եմ։ Չգիտեմ ոնց է լինելու, թե ինչպես է լինելու, որովհետև իմ քայլերը ցույց են տալիս, որ ես Քրիստոսից մի վայրկյան անգամ չեմ հեռացել, չեմ էլ հեռանալու։ Դա է իմ հաղթանակը։ Եվ ուշադիր եմ իմ քայլերին, իմ որոշումներին։ Հայտնություն, իմ ամենասիրած տեղը, վերջի տեղն է, 12-11, և նրանք հաղթեցին նրան գառան արյունով և իրենց վկայության խոսքով և իրենց կյանքը չսիրեցին մինչև ի մահ։ Նրանց համար այդ կյանքը արդեն էլ նշանակություն չուներ, որովհետև իրանց անձը չսիրեցին դեպի ցանկությունը, դեպի տարբեր այլախառն բաների մեջ, այլ իրանց անձերը դրեցին Տիրոջ ոտքի առաջ։ Գիտեք, մի պատմություն էլ պատմեմ ու դրանից հետո մենք աղոթենք։ Առաջի դարում քրիստոնյաներին, երբ որ Ներիոնը Հռոմը վառեց եւ գծեց մեղքը քրիստոնյաների վրա, եւ ամֆիթատրոնում հարյուրավոր հազարավոր քրիստոնյաների սպանեց, խաչին հանեց, կանասունների, կենդանիների կերակուր դարձրեց։ Գիտեք, դա սկզբում իրան ուրախացնում էր։ Գիտեք իրան ինչը հունից հանեց։ Ասում է, երբ որ գիշերով եկավ, մարդկանց հայացքներն էր, ումից ինչ մնացել էր։ Առյուծներ, վագրեր, գիշատիչ կենդանիներին բաց էին թողել, հոշոտել էին ամբողջ քրիստոնյաներին, բայց քրիստոնյաների դեմքին, բոլորին մի հատ բան էր դաջված, ժպիտ։ Դա իրան նյարդայնացրեց, դա իրան հունից հանեց, դա իրան դիվահարության հասցրեց։ Սրանք խոսում են պատմաբանները։ Ու Ներիոնը իր տեղը չէր գտնում, գիտես, որովհետև Աստված իր ժողովրդին գիտի ինչպես դիմավորել, ինչպես Ստեփանոսին, ասում է, տեսա, որ նստած էր հոր աջ կողմը Հիսուսը, բայց երբ որ նա իր հոգին ավանդում էր, նա կանգնեց տեղից։
Գիտես, ամեն մի սուրբի նահատակը Քրիստոսի համար պատիվ է, Սաղմոսն ասում։ Ուրեմն արժանի պտուղներ բերենք սիրելիս, որպեսզի Աստված կանգնի ու մեզ դիմավորի։ Ամեն։ Եվ մի տեղ էլ ասեմ, սա արդեն աֆորիզմի պես մի բան եմ ուզում ասեմ, սիրելիս։ Ահա ուզում եմ խոսքս ավարտեմ հետևյալ հարցով։ Թեման քեզ ինչ տվեց։ Դու գայթակղվեցիր, թե քո կյանքում ինչ-որ բան փոխեց։ Ես ուզում եմ մտորով հենց կանգնենք հիմա աղոթքի։ Մի կարճ աղոթք անենք։ Եթե ինչ-որ մեկին սա խիստ թված, ամենևին նպատակս դա չի, որ քեզ ինչ-որ ես քեզ չեմ ճանաչում, չգիտեմ։ Հազիվ մի քանի դեմքեր, որ հիշում եմ, որ եկել եմ 2-3 անգամ դեմքերից գիտեմ, բայց շատերից չեմ ճանաչում, բայց եթե ինչ-որ մի բանով վիրավորել եմ, ներող ինձ, բայց ավելի լավ է այսօր իրար հետ ապաշխարենք, խնդրենք Տիրոջը, որ Աստված ների, այլ ոչ թե գայթակղվենք, այս եղբայրը մի քիչ խիստ խոսեց, ասում շատերին հանդիմանություն ապաշխարության է տանում, եկեք փակենք մեր աչքերը, գիտես, որ Աստված այստեղ, ով է հավատում, որ Աստված այստեղ է, Հովիվ գոռը երկար տարիներ առաջ մեր մոտ աղոթքեր անում ու Տիրոջ զորությունը ուժեղ ներկա էր, վերջերս ինքը Երևանում քարոզի ժամանակ ասեց, ես ներկա եմ եղել, մեր ծառայողներից մեկը մոտեց ասեց, Հովիվ ջան, ինձ համար էլ աղոթելի, քանի Աստված ստեղ է, հիմա Աստված ստեղ է սիրելիս, մտիր քո ներքին սենյակը ինքը քեզ ընտեղ սպասում է, դու ասելիք ունես, ամեն, երկնային Տեր, փառք քեզ, շնորհակալ ենք քո որդի Հիսուս Քրիստոսի անգին արյան, այն գինը, որ դու չխնայեցիր, տվեցիր, և խոսքն ասում է, և Հիսուսը բարձրացրեց իր հայացքն ասեց, հայր, ինչու ինձ թողեցիր, որովհետև իր սիրելի որդին այդ ժամանակ խաչվում էր իմ և քո փոխարեն, որ այն դատավճիռը, որ կարիմուքո վրա, նա կրեց իրա վրա, և հարություն առավ, և երրորդ օրը բացվեցին գերեզմանները, հիվանդության խայթոցները, այլևս իշխանություն չունի հավատացյալի կյանքում, Հայր մենք խնդրում ենք մաքրես մեզ, ներես մեզ, վերանայենք մեր անձերի շուրջ կատարվող ամեն իրավիճակ և փոխվենք մենք Տեր ջան, ու մեր սրտերը տանք քեզ և ասենք գոհանում ենք քեզանից Հիսուսի անունով, ամեն, Տերը օրհնի ձեզ, Հովիվ ջան, Փառք Հիսուսին, վստահ եմ օրհնված ես, ամեն, վերանայիր կյանքդ, վերանայիր անձդ, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին, գիտես, այնքան հետաքրքիր է Պողոս առաքյալը ասում է, ամեն օր ապաշխարում եմ, ամեն օր փոխվելու տեղ ունենք, ամեն օր վերանայելու տեղ ունենք, նայում ենք, այս մի բանը սենց չեմ արել, պետքա փոխվեմ, այս մի բանը սենց չեմ արել, պետքա փոխվեմ, մի բան եմ ուզում վկայեմ, երբ որ ինձ հարցնում էին, որ խոսում էինք, հարցնում էին, ասում է, Հովիվ ջան, ուզում եմ փոխվեմ, չեմ կարա էլի, ասենք, նայում եմ, ասում եմ, փորձում եմ քեզանից օրինակ վերցնեմ, փորձում եմ ինչ-որ մի տեղ աշխատեմ, իմ խնդիրների վրա, թերությունների վրա աշխատեմ, ինչ-որ մի ծառայողի եմ նայում, փորձում եմ իրանից ինչ-որ մի բան վերցնեմ, բայց ասում եմ, չի ստացվում, ասում եմ, գիտես, լավա որ փորձում ես, բայց սխալ տեղ ես նայում, քո վրա նայի, քո անձիդ վրա նայի, որտեղ փոխվես, ոչ թե նայի, այս մարդը ոնց անում, այս մարդը ոնց անում, այս մարդը ոնց անում, այ որ երկու տեղ նայես, ասենց մի հատ նայում ես Քրիստոսին,
Քրիստոսի հայացքի մեջ տեսնում ես թերություններդ, սկսում ես թերություններիդ վրա աշխատել։ Ես ասում եմ, սերներս, իմ համար, իմ կյանքի համար, իմ անձի համար ամենադժվար բանը ես փոխվելու ապաշխարելու խնդիր չունեմ։ Հենց խնդիրը գտնեմ, խնդիրը բացահայտեմ, կսկսեմ այդ ուղղությամբ աշխատել։ Գիտես խնդիրը երբ է բացահայտվում, երբ որ մտնում ես Տիրոջ ներկայության մեջ, երբ որ դու այսպես մտնում ես Աստծո ներկայության մեջ, Տիրոջ ներկայության մեջ, Մարգարեն ասավ, երբ որ Տիրոջ ներկայություն Աստված իր փառքով, իր ներկայությունը վտեղ էր, գիտես ինչ է ասում։ Ասում Մարգարեն հասկացավ, ասեց՝ «Պիղծ շուրթերով մարդ եմ»։ Եվ գիտես, ասում է Տիրոջ հրեշտակը վերցրեց կրակը, խփեց բերանին, ասավ՝ «Այլևս հետի չես, դու փոխվել ես»։ Երբ որ դու մտնում ես ներկայության մեջ, Աստված փոխում է քո կյանքը։ Ամեն։ Նոր հովի վրույրը նենց ուժեղ բան ասում է ես վստահ եմ, համոզված եմ, որ իմ անունը գրված է կյանքի գրքում։ Գրանցված է, ես գրանցվել եմ։ Ուզում եմ քեզ հարցնեմ, վերջի անգամ երբ ես MFC եղե։ Ասենք կարաս այսօր ծառայությունից հետո ժամը 9-ին գնաս MFC։ Չես կարա, չէ՞։ Փակ է, չի աշխատում, ոչ մեկ քեզի չի գրանցում։ Բայց լսի, փրկության գիրկը գիշեր ու ցերեկ բաց է։ Փրկության գիրկը գիշեր ու ցերեկ բաց է, այսինքն Տիրոջ հրեշտակը գրիչը ձեռը, ես չեմ պատկերացնում ընդ ինչ երկնային գրիչ է, ոսկե տառերով գրող, որ անունդ պետքա գրվի։ Պատկերացնում ես, այսինքն սպասում է թե երբ է մեկը ասելու Տեր, ես ուզում եմ իմ կյանքը տամ քեզ, ու ասում է դե ասա, ու դու գիտես ինչ ես ասում ես, ես ներողություն եմ խնդրում, ես ապաշխարում եմ, ես իմ կյանքը քեզ եմ տալիս, ասում է ասա, ու հենց որ դու այդ աղոթքը անում ես, մեկ ես սիրում, ուզում եմ նա պատկերացնես այդ տեսարանը, ասենց անուն ազգանունդ գրվում է։ Կա մարդ, որ այսօր առաջի անգամ է, նման եկեղեցին տարապես չի եղել, որ այսօր առաջի անգամ է, ես խնդրում եմ ձեր բարձրացնես, ողջունենք, Տերը ձեզի շատ օրհնի, փառք Հիսուսին, փառք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ես նման բան ընդհանրապես չեմ արել, բայց ուզում եմ հարցնեմ, անուն ազգանունդ կասես։ Ինչ։ Արսեն Արաքելյան, քուր ջան, դու Գալստյան Անահիտ, դու պատկերացնում ես, հենց որ ես աղոթքը անում եք, հիշեք ես անուն ազգանունները։ Այսենց հրեշտակը գրում է Արսեն Արաքելյան, Գալստյան Անահիտ, ու այդ հերթականությունները գրում է ամեն վայրկյան, ամեն ժամանակ, ոչ ժամ կա, ոչ գիշեր կա, ոչ ցերեկ կա, այնտեղ որտեղ որ գնալու ենք, ժամանակից դուրս է։ Ամեն, ես ձեզ առաջ չեմ կանչի, բայց կխնդրեմ միասին մի հատ աղոթք կանենք եւ համացանցով դիտողներին էլ եմ խնդրելու իմ հետ էս աղոթքը անես, հաշտության ապաշխարության աղոթքը, հա։ Սելի եկեղեցի, խնդրեմ փագես աչքերդ ու ասես. Երկնային արքա, ես գալիս եմ քո առաջ Հիսուս Քրիստոսի անունով։ Սիրելի Հիսուս, ես հավատում եմ, որ դու ծնվեցիր, եկար այս աշխարհ, վերցրեցիր իմ մեղքերը քո վրա, խաչվեցիր, մահացար եւ երրորդ օրը հարություն առար ինձ մեղքերից ազատելու համար։ Խնդրում եմ ներես ինձ, մաքրես ինձ եւ մկրտես ինձ քո Սուրբ Հոգով։ Այսօրվանից ես իմ կյանքը քեզ եմ տալիս։ Դու ես իմ Տերը եւ իմ Աստվածը, հանուն Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու։ Ամեն, հալելույա։